Հենց այսպես ամենօրյա քրտնաջան աշխատանքով են գյումրեցի մարզիկները հասնում ցանկալի արդյունքի, վարկանիշային մրցաշարերում ծածանելով հայկական դրոշը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գյումրու հայորդյաց տան ձյուդոյի խմբի սաները հերթական հաջողությունն են գրանցել միջազգային ասպարեզում։ Երկու մարզիկներ տարբեր տարիքային խմբերում մասնակցելով սամբոյի Եվրոպայի առաջնություններին արժանացել են պատվավոր երրորդ հորիզոնականներին եւս մեկ անգամ բարձր պահելով Հայաստանի պատիվը։ Ասեմ, որ ձյուդոյի հանրապետական առաջնություններում բազմաթիվ անգամներ տղաները թիմային մրցույթներում առաջին հորիզոնականներ զբաղեցրել են եւ հանրապետական առաջնություններում բազմիցս փայլել են եւ այդ հաղթանակները մեզ համար արդեն սովորական են դարձել, բայց սպասելիքները իհարկե միշտ ավելին են Եվրոպայում, աշխարհի առաջնություններում բարձրացնել Հայաստանի Հանրապետության դրոշը։ Պատանիների առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել Հակոբ Ումրշատյանը, իսկ երիտասարդների մրցաշարում Լևոն Վանոյանը։ Երկուսն էլ վստահ են սա ճանապարհի միայն սկիզբն է եւ առաջիկայում ավելի բարձր արդյունքների հասնելն իրենց գլխավոր նպատակն է։ Երիտասարդներին առաջ անգամ եմ մասնակցում, իսկ դրանից առաջ եւ 2024 թվականին մասնակցել եմ պատանիների սամբոյի Եվրոպայի առաջնությանը եւ նորից դարձել եմ բրոնզե մեդալակիր։ Այս մեդալը շատ մոտիվացիա էր ինձ, որ ավելի քրտնաջան պարապեմ, աշխարհի առաջնությունում մասնակցենք, հուսով ենք ոսկի համար։ Սերբիայի ու Վրաստանի ներկայացուցիչի հանդեպ հաղթանակ եմ տարել, Ռուսի հանդեպ մի փոքր դժվարացա պարտություն տարա, ավելի եմ աշխատելու, որ մյուս անգամ պարտություն չտանա։ Այս հաջողությունները սպասված էին դեռևս դասարանի հիմնադրման առաջին օրերից։ Խմբի առաջընթացի հիմքում կանգնած է մարզիչ Արտյոմ Բաղդասարյանի անձնվեր աշխատանքը, ով իր սաների համար բարձր նպատակներ է սահմանել։ Դասարանի հետ աշխատում է այնպիսի մարզիչ, որը անձնվիրաբար տրվել է այդ գործին եւ գերնպատակ սահմանել աշխարհի առաջնություններում մրցանակներ ունենալը։ Արտյոմ Բաղդասարյանն ինքը Եվրոպայի չեմպիոն է եւ դրա համար նրա նվիրումը պարզապես անգնահատելի է։ Երիտասարդների առաջնությունում հանդես եկած 20-ամյա Լևոն Վանոյանը, ով արդեն երկրորդ անգամ է Եվրոպայի առաջնությունից վերադառնում բրոնզե մեդալով, ասում է արդյունքներից գոհ է։ Սպորտային հեռանկարները շատ ավելին են ձգտում։ Արդյունքիցս գոհ եմ, բայց թե ավելի ցանկալի է ոսկին։ Բայց ելի պարապենք ավելի մոտիվացված եւ հույսով որ ավելի լավ կլինի։ Պատանիների խմբում հաջողության հասած Հակոբ Ումրշատյանը եւս վստահ է կանգ առնելու մտադրություն չունի։ Մնալ սպորտում շարունակելու եմ ու ավելի բարձր արդյունքներ եմ հասնում։ Գյումրու հայորդյաց տան ձյուդոյի խումբը տարիներ շարունակ հաստատել է իր մրցունակությունը, դաստիարակելով ոչ միայն հաջողակ մարզիկներ, այլև հայրենասեր երիտասարդներ։ Խմբի մարզիկներից շատերին է սպասվում սպորտային փայլուն ապագա, վստահեցնում է մարզիչը Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան այսօր։ Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացման հարցին է անդրադարձել վարչապետը օրվա ճեպազրույցում։ Նիկոլ Փաշինյանը օրինակ է բերել, որը պետք է լինի մեր ռեակցիան, երբ սահմանազատման արդյունքում Հայաստանի վերահսկողության ներքո անցած Արցվաշենում տեսնենք կառուցվել է մեծ մզկիթ։ Երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին, մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են գիտեք ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում, որովհետև երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Եվ ելի ուզում եմ ասել, որ եկեք չմոռանանք, որ կոնկրետ Արցվաշենի օրինակն եմ բերում։
որովհետև կարող է պարզվել այդ պահին, որ ամբողջ Արցախաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, այսինքն մենք ինչ ենք անել։ Ձեր նշած պատմամշակութային հուշարձաններն են։ Ես համաձայն չեմ, որ այդպես է։ Համաձայն չեմ, որ այդպես է։ Որովհետև այդ թվում մի բանի մասին խոսելիս պետք է ամբողջական խոսել։ Եվ դուք ասում եք, ինչ Հայաստանը այդ երբ է ինչ արել, ես այդ հարցին պատասխանելու ցանկություն չունեմ։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ նույն կերպ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Եվ ես ասում եմ, մենք պետք է որոշում կայացնենք, ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի, ինչ եք ասում, Հայաստանում խոսում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ է խոսվում։ Այսինքն չի է ձեզ թվում, որ մենակ Հայաստանում լրագրողներ կան, հայրենասերնդվորում, որոնք անդադ այդ հարցերը բարձրացնում են։ Այնտեղ են բարձրացվում եւ այնտեղ են նույն հարցերը դրվում։ Եվ հարցը հետեւյալն է, մենք ինչ ենք անում։ Ինչ ենք անում մենք։ Որն է մեր ռեակցիան։ Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված եւ հրապարակված են։ Այսինքն հակառակ դեպքում այդ էլ եմ ասում, բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական ռիտորիկաների վրա են հիմնված։ Այսինքն հիմա դուք ինձ այնց հարց եք տալիս, որ ես բան անեմ, սկսեմ ասել ներկայացնել ձեզ, թե Ադրբեջանը ինչի մասին է խոսում։ Ինչ որ արձանագրված պատմամշակութային հուշարձան է, արձանագրված պատմամշակութային հուշարձան է, բայց ես ասում եմ վաղը մյուս օրը գնացինք տեսանք Արցախաշենում ենթադրենք կառուցած է ինչ-որ մի բան։ Գնանք եկեղեցին, որը թվարկում է կառուցվել է 2016 թվականին, նոծվել է 2019 թվականին։ Մենք դա գիտենք այդ փաստի մասին, թե չգիտենք։ Հա? Ես ասում եմ կարա լինի տենց իրավիճակ, որ ասենք Արցախաշենում մենք ունենանք նման իրավիճակ։ Այսինքն արցախաշենցիները գնալու են այդտեղ ապրելու են, ասելու են լավ, ոչինչ պատմամշակութային հուշարձան է։ Ընտրակաշարք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետությունում բնակվող մի շարք քաղաքացիների կողմից իրենց օգտին քվեարկելն ապահովելու հարցի շուրջ նախնական համաձայնությանը եկել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազգությամբ հայ քաղաքացու հետ։ Դրա դիմաց Ռուսաստանաբնակ քաղաքացուն խոստացվել է կուսակցության ղեկավար կազմի միջոցով ապահովել Տաշիր ընկերությունների խմբին պատկանող եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող բանկից արտոնյալ պայմաններով վարկ ստանալու գործընթացը։ Բրատ դու կարա դու ասած ձեր մոտ բան անեն։ Ինչ։ Բադեշկա։ Սակտերը կարամ անեմ, ստել, ընդել, դու պրոբլեմ ունես ապետ։ Չէ, որովհետև ես որ մեր աղբորը տենամ կուրսի պայեմ, էլի մեր աղբերներին ջոգի, կա հունիսին մի հատ գաս։ Չէ, ապե օգոստոսին։ Կտրության վատ գաս մի հատ հունիսի 1-ին գաս մի քանի օրով, մի 7 օրով մի հատ գաս տաս։ Ապե ես դիտե կարամ գասամ։ Եկո ցավը տանեմ։ Անկորը դառնա դե գիտես, պատատակոս։ Հա բա։ Դելա ես որ աղբորը տենամ, տղա աղբոր մոտի զանգեմ, տես զրուցեին։ 10-20 տանիքի քավոր է, Սամոջան, ում զանգեմ իմացած իրացման օրենք կա։ Դե բա всё, բա։ Ասած ընտանիքներով, բարեկամներով ուպորելեք։ Գնացեք գմփսրեք։ Սամջան, աղբերես։ Ձեր գյուղապետը բան է, ինչ է։ Այ գյուղապետով աղբերը որ զանգե դրանք ով է вообще, Սամոջան։ Ջան։ Էլ որ աղբերը տեսնում է դրանք խառնվում են իրար գյուղում։ Ջան։ Չոր 5 շոֆերներ ունեմ իրանց ընտանիքներով, Սամոջան։ Հա։ Ես 40 ընտանիք եմ պահում, ապերի, որ մեկին ասեմ, դեպարտիեթր Դե 30 ընտանիքին էլ ասա, Սամջան, 30-40 ընտանիքին մորքուր, հորքուր, հորողբոր տղեկ, հորողբոր աղջիկ եք, սաղին էլ ասա։ ապեք ասել եմ, ասաք։ Հա, ցավը տանեմ։ Ես որ ընդդեմ իրանց ասեմ, մի 300 հոգի, 400 հոգի Սամո աղբորս զա բղագադարյու։
30-40 հոգու ասես ընտանիք էդի եկա բանա։ Ասա մի 1000-1500 դամ մենք Արարատի մարզում ես կտանք։ Ջան, բա քո ցավը տանեմ։ Էդի եկա բանա, մեռնեմ քեզ, կթամ աղբորը կասեմ մեր։ Որ դու էլ գասես, նարեկին էլ կասենք։ Դոմանուվա լավ բան անում են դոնե իրան, սամո։ Դե այդ ընտրություններից հետո տենանք, էլի գործմորզի գոնե դնեն ընձի։ Դե դու էլ կասես ինչ պետք է։ Մեծ գործի դնեն ընտրությունից հետո այդանք աշխատենք, էլի Սամ ջան։ Դեպուտատի գործի չի գործ ախպեր, պիտի դեպուտատը լինի։ Վայ ես քո ցավը տանեմ։ Նարոդի դեպուտատ։ Ես քո ցավիկը տանեմ։ Ասմա իրաց ձեռն, ասում ախպեր ես իսեցեց, ասմա դե ճանաչում է։ Բան ինչ գիր ախպեր աունչա։ Դե քրոջ տեղենա չէ ֆորաբանկի բանը աունչա։ Եմի չարխերը կա, ջոգում ես մենք իրանց պիտի օգնենք, իրանք է մեզ։ Մենք չկալա նարեկով այդ հարցը լուծենք, պիտի մեծ փող կարելի վերցել, սաղ պրծունեմ սաղ։ Սա ախպեր, մեր ախպերը մեր մարած դիքը չարխերը անում, ասա հա, օգնենք ախպեր ինքն են դե է։ Սա ստրոյկա է վերցը մեծ ախպեր, նես չի որ իրան ասում ենք ձեր մեզ պարկով փող տա, Սամ ջոգիր, հա։ 5-10 միլիոն որ պրծնեմ, Սամ ջան ջոգիր։ Այսօր ասում պետք է ախպերս բերվանք, ասում մի բերան ինքը զանգիտե, մեր իրանց համար էդի ոնց է մի բաժակ ջուր լինի, Սամու ջան ասում։ Էդ ինչ փող է իրանց համար։ Իրանց բանկն է, ջոգում է Սամու ջան։ Ջոգիր ապեր։ Ասում ապեր կարելի է լավ փող բռնել։ Ոնց էլի։ Դա ախպերից ինչ ասում, Արտաշատ ոնց է ձեր մոտ վիճակը։ Արա վիճակը մենք ենք որոշում, եղանակը մենք ենք ասում ոնց կլինի։ Սամու ապեր, ասում եմ ਪਰ եղանակի տեսության начально սվաստե ասում ոնց է։ Մենք ենք եղանակը փոխում, Սամու ջան։ Կարանք փոխենք խամի, կարանք փոխենք շոկ, կարանք փոխենք ոնց ուզենք ապեր։ Քո ցավի տանեմ արա։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ պարագայում նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ եւ զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց, զգուշացնելով, որ բոլոր նման դեպքերը գտնվում են կոմիտեի մշտական ուշադրության ներքո եւ անխուսափելիորեն արժանանալու են խիստ ու համարժեք իրավական արձագանքի։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը ներկայացուցիչների պալատում 6 ժամ տևած լսումների ընթացքում պատասխանել է Իրանում պատերազմի հետ կապված հարցերի։ Հեքսեթը հրաժարվել է ասել, թե դեռ որքան կշարունակվի պատերազմը եւ որքան այն կարժենա։ Ըստ Պենտագոնի պաշտոնյաների մինչև այժմ Իրանի դեմ պատերազմի համար ծախսվել է $25 միլիարդ, մեծ մասն ուղղվել է զինամթերքին։ Ընդ որում Սպիտակ տունը կոնգրեսից խնդրել է մեծացնել ԱՄՆ պաշտպանական բյուջեն, այն հասցնելով $1.5 տրիլիոն։ Հեքսեթին նաեւ հարց են ուղղել Իրանի դեմ պատերազմի առաջին օրը տարրական դպրոցի վրա հարձակման մասին, որի հետևանքով շուրջ 170 մարդ էր զոհվել, հիմնականում երեխաներ։ Նրա խոսքով միջադեպը դեռ հետաքննվում է։ Հեքսեթը նաև հայտարարել է, որ մի քանի ամսվա հետաձգումից հետո Պենտագոնը հաստատել է Ուկրաինային $400 միլիոն օգնության փաթեթի հատկացումը։ Այն նախատեսված է ամերիկյան պաշտպանական ընկերություններից սարքավորումների գնման համար եւ կոնգրեսի կողմից հաստատվել էր դեկտեմբերին։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական եւ ամերիկա-իրանական հակամարտությունները։ Ըստ ՌԴ նախագահի օգնականի Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է հրադադար հայտարարել հաղթանակի օրվա կապակցությամբ։ Դոնալդ Թրամփն ակտիվորեն աջակցել է այս նախաձեռնությանը։ Պուտինը նաեւ նշել է, որ Մոսկվան ամեն դեպքում կհասնի ռազմական գործողության նպատակներին, սակայն կնախընտրեր դա անել բանակցությունների միջոցով։ Զրույցի ընթացքում Պուտինը նաեւ նշել է, որ Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ կարող են աղետալի հետևանքներ ունենալ ոչ միայն այդ երկրի եւ նրա հարևանների, այլև ամբողջ աշխարհի համար։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ Պուտինն առաջարկել է օգնել Իրանի հարստացված ուրանի հարցում, որն ԱՄՆ-ն ցանկանում է դուրս բերել այնտեղից։ Ես ասացի կնախընտրեմ, որ նա զբաղվի Ուկրաինայի հետ պատերազմի ավարտով։ Դա ինձ համար ավելի կարևոր է, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ մերժել է Իրանի առաջարկը վերաբացել Հորմուզի նեղուցն ամերիկյան շրջափակման դադարեցման դիմաց։ Թրամփի խոսքով դա նպատակ ունի հետաձգել Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները։ Շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունները, նշել է նա։
Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի, Լեհաստանի եւ Քենիայի իր գործընկերների հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրադրությունը եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։ Արաղչին նաեւ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերի հետ, որի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրան։ Արտգործնախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Իրանում մարդկության դեմ հանցագործություններ են իրականացրել, այդ թվում հարվածելով Մինաբի տարրական դպրոցին, կրթական հաստատությունների, գիտական կենտրոնների, պատմամշակութային վայրերի եւ բնակելի թաղամասերի։ Սպոլյարիչը շեշտել է քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքները պաշտպանելու անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը։ Վաշինգտոնը դիտարկում է Գերմանիայում ամերիկյան ուժերի թվաքանակի կրճատման հարցը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլերի եւ ՆԱՏՕ-ի հետ լարվածության ֆոնին։ Որոշումը կկայացվի առաջիկա կարճ ժամանակահատվածում, նշել է նա։ Գերմանիայում տեղակայված է շուրջ 36,000 ամերիկացի զինծառայող, իսկ քաղաքացիական անձանց հետ միասին ԱՄՆ անձնակազմի թիվը հասնում է 50,000-ի։ Ավելի վաղ Թրամփը քննադատել էր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, նշելով, թե նա կարծում է, որ Իրանին կարելի է միջուկային զենք վստահել։ Մերցն արձագանքել է հայտնելով, որ իր եւ Թրամփի անձնական լավ հարաբերությունները պահպանվում են։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Հորմուզի նեղուցի փակումը զգալի հետևանքներ է ունեցել Գերմանիայում եւ Եվրոպայում։ Ես կոչ եմ անում, որ այս հակամարտությունն ավարտվի, նշել է նա։ Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի բանակի Պարեկախմբին, որն ուղեկցում էր նախորդ հարվածի վայր մեկնող բժշկական խմբերին։ Ըստ լիբանանյան կողմի զոհվել է 5 մարդ, այդ թվում 3 բուժաշխատող, եւս 2 զինվոր վիրավորվել է։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է տեղի ունեցածը փրկարարների վրա իսրայելական շարունակական հարձակումներն անվանելով միջազգային իրավունքի խախտում։ Իսրայելն էլ հայտնել է, որ անօդաչուի հարվածից Լիբանանի հարավում իսրայելական զինված ուժերի հետ աշխատող քաղաքացիական անձ է զոհվել։ Չնայած Հեզբոլլահի եւ Իսրայելի միջև հայտարարված հրադադարին կողմերը պարբերաբար հայտնում են խախտումների մասին։ Հակամարտության լուծման համար Լիբանանը եւ Իսրայելն ուղիղ բանակցություններ են մեկնարկել։ Երբ երեխան երկար ժամանակ չի լսվում եւ չի հասկացվում, նրա ներսում կուտակվող լարվածությունը կարող է ստանալ վտանգավոր դրսևորումներ։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում հաճախ են շրջանառվում նյութեր դպրոցականների ագրեսիվ վարքի դրսևորման, իսկ երբեմն ողբերգական դեպքերի մասին, երբ աշակերտները դիմում են զինված հարձակումների, վնասում ուսուցիչներին, համադասարանցիներին։ Մասնագետները նշում են, նման վարքագիծը մեկ օրում չի հասունանում։ Մարդը իբն է ագրեսիվ է, ունի ագրեսիվության պոտենցիալ, դա նշանակում է, որ ժամանակ առ ժամանակ տարբեր հանգամանքներում կարող է ագրեսիվ վարք դրսևորել։ Միշտ չէ, որ մարդը հասնում է բարոյական զարգացման այնպիսի մակարդակի, երբ ինքը կարողանում է ինքն իրեն կանգնեցնել եւ հարցերը լուծելու այլ եղանակներ փնտրել։ Երեխան ինչքան շատ իր առջև տեսնում է ագրեսիվ վարքի մոդելներ, մանավանդ եթե տեսնում է, որ այդ ագրեսիվ վարքը ծառայում է նպատակին հասնելու, հաջողության է հասցնում, ագրեսիվ վարկը դառնում է ցանկալի, ամրապնդվում է եւ վարքի հիմնական ուրեմն ուղղվածություններից մեկն է մնում։ Որպես կանոն, երկար ժամանակ կուտակված խնդիրներն ու անտեսված հուզական վիճակը ունենում են անդառնալի հետևանքներ։ Այս հարցում դպրոցի դերը առանցքային է։ Ուսուցիչները առաջինն են, ովքեր կարող են նկատել երեխայի վարքագծի փոփոխությունները, իսկ հաստատության հոգեբանը կարող է ոչ միայն աշխատել դրանց ուղղությամբ, այլև իրականացնել կանխարգելիչ քայլեր։ Այսօր շատ ուրեմն մեր կյանք է մտել, այս թվում նաև երեխաների կյանք է մտել, ահա էկրանը, չէ, որտեղից իրենք ինչ ասես կարող է տեսնել, ինչ թեմատիկայի, ինչի մեջ ասես կարող է մտնել։ Եվ ցավոք սրտի դա միշտ չէ, որ կառավարելի է ծնողների կողմից։ Եվ գիտեք ինչ, այսպես ագրեսիվ վարքը, որը ես նորից եմ կրկնում, հրապուրի ձևերով է ներկայացվում, ուժեղության, այսպես տպավորություն, էֆեկտ ստանալու համար, ազդեցիկ լինելու այդպիսի էֆեկտներ ստանալու համար, այս տիպի ֆիլմերը, ինչ-որ հաղորդումները, վիդեոները եւ այլն, այդ ագրեսիվ վարքի մոդելը դարձնում են ցանկալի։ Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որտեղ երեխան կարող է արտահայտվել առանց վախի, զգալ իրեն ընդունված եւ պաշտպանված։ Համադասարանցիների դերը պակաս կարևոր չէ։ Լռությունը բուլինգի հանդեպ հաճախ խորացնում է խնդիրը։ Բոլոր դեպքերում, գիտեք, եթե երեխան շրջապատված է, այնպիսի մարդկանցով մեծանում է, ձևավորվում է այնպիսի միջավայրում, որտեղ կան այսպես հիմնական արժեքները պահպանված են, նաև եթե մենք
այդ արժեքներով ապրում ենք, երեխան այդ մոդելը նայում է, տեսնում է այդ մոդելը։ Նույնը վերաբերում է ուսուցիչներին, հա, եթե իրենք այդպիսի արժեքներ են փոխանցում, երեխաները դրա մեջ էլ ձևավորվում են, մանավանդ որ մարտահրավերը մեծ է։ Մարտահրավերը մեծ է ինչ իմաստով, որ առհասարակ կա բարոյական նահանջ եւ երեխաները դա չեն կարող չտեսնել, առնչվում են դրա հետ, եւ ահա այս ինտերնետային ամբողջ աղբը, որը միշտ հասանելի է երեխաների համար։ Մասնագետները միակարծիք են նման երևույթների կանխարգելումը հնարավոր է միայն համակարգված աշխատանքի շնորհիվ։ Ուսուցիչների, հոգեբանների, ծնողների եւ աշակերտների միջև համագործակցված կապը կարող է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր խնդիր կնկատվի ժամանակին եւ կստանա անհրաժեշտ արձագանք։ Անի Գրիգորյան, Սյունիք։ Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է։ Նախաձեռնությունը եղել է Պարի միջազգային խորհրդի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1982 թվականին։ Հայկական պարը սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանում հայկական լեռնաշխարհում, երբ պատմական Հայաստանում դեռևս հեթանոսությունն էր։ Այն հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը։ Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրական եւ ժողովրդական։ Այս պահին այստեղ պարում են ազգագրական պարեր։ Պարի միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը եւ բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու ամֆիթատրոնում Պարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր ազգային պարի պարուսուցման միջոցառում։ Այն միավորել էր տարբեր տարիքի եւ մասնագիտությունների մարդկանց մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ճանաչել, պահպանել եւ տարածել հայկական պարարվեստը։ Կազմակերպիչների խոսքով նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ազգային ինքնության պահպանման եւ երիտասարդ սերնդին մշակութային ժառանգությանը մոտեցնելու գործում։ Մեր այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը ազգային պարի ռոպագանդան էր, որպեսզի այս մեր դժվարին օրերում մարդիկ մշտապես արվեստից եւ հատկապես մեր հայ արվեստից հեռու չգնան եւ արմատներին կպած մնան, ու ինչքան շատ մարդ կարողանա այդ արվեստը իր կրողը դարձնի եւ շարունակողը դարձնի, նպատակը նաեւ շատ ավելի լայն մասսաներին մեր պարը հասանելի դարձնելն է, որովհետեւ նախկինում մարդիկ հարյուրավոր մարդկանցով են շարվել, պարել, աշխատանքից հոգնած են եկել, դաշտից են հոգնած եկել, բայց դա չի որպեսզի համայնքը միասնական լինի, իսկ այսօր միասնականության պակաս կարծում եմ նկատվում է, իսկ նման միջոցառումները օգնում են, որպեսզի մենք ավելի միասնական լինենք։ Ավանդական պարի մեջ յուրաքանչյուր քայլը ոչ միայն շարժում է, այլև պատմություն ու մշակութային արժեք։ Միջոցառման ընթացքում պարուսույցների օգնությամբ մասնակիցները հնարավորություն ունեցան սովորելու հայկական ավանդական պարերի հիմունքները։ Պարուսույցները ցավով են նշում, որ հաճախ միջոցառումների ժամանակ տարբեր խմբեր ելույթ են ունենում այլ երաժշտության ու այլ պարերի կատարմամբ եւ ներկայացնում որպես ազգային պար։ Ես հուսով եմ, որ նման միջոցառումները կբերի նրան, որ մենք կկարողանանք եւ միջոցառումների ժամանակ եւ հավաքությունների ժամանակ կարողանանք հենց մեր բուն ազգագրական պարերը համախմբված պարենք։ Պարը կյանք է, որը չես կարող ինչ-որ խոսքերով բացատրել, այլ դա քո զգացածն է, քո էմոցիաներն է, ստեղծագործական միտքն է։ Այսպիսի նախաձեռնությունները եւս մեկ անգամ ընդգծում են, որ պարը ոչ միայն արվեստ է, այլ նաեւ լեզու, որը միավորում է մարդկանց անկախ տարիքից ու փորձից։ Պարարվեստի մեջ ինքս 4 տարեկանից եմ, իսկ հիմա արդեն նայում եմ մոտ 3 տասնյակի խորքից այդ ամեն ինչին։ Ինձ համար պարը գուցե այսպես մի քիչ մարդիկ կան իրենց համար շատ առօրյական հնչի, բայց իսկապես կյանք է։ Կարծում եմ, որ ինքը առաջին հերթին օգնում է մարդուն, որ ինքը կարողանա իր կյանքը վայելել լիարժեք, եւ երբեմն պարը, այսինքն մարդու մարմինը շատ ավելի խոսուն է լինում, քան ուղղակի խոսքերը կարող են լինել։ Պարը օգնում է շատ էմոցիաներ տալ, շատ էմոցիաներ ստանալ։ Մի կախարդական աշխարհ է, որը որ կմաղթեմ, որ շատերը գան այստեղ եւ տիրապետեն այս ամեն ինչին։ Մասնակիցներից շատերը նշեցին, որ սա ոչ միայն ուսուցողական, այլ նաեւ ոգեշնչող փորձ էր։ Միջոցառումը հաճելի էր այն բանով, որ թե պարային համույթները, թե կողքի անցորդ մարդիկ, թե ծնողները համախմբվելով կարողացան հասկանալ մեր պատմությունը, մեր պատմային մշակույթի արժեքները, հասկացան պարի լեզուն եւ ցանկալի է, որ շարունակական լինի նման միջոցառումները։ Ամենաշատը սիրում եմ Թամզարան եւ Փափուրին։
Սիրում եմ այն պատճառով, որ Թամզարան մենք իրար հետ ենք միանում, դա ցույց է տալի մեր միասնությունը, իսկ Փափուրին սիրում եմ իր արագության եւ աշխուժության համար։ Պարարվեստը մի կախարդական աշխարհ է, որտեղ գտնվող յուրաքանչյուր ոք պատասխանատվություն ունի նաեւ ապագա սերունդների համար, եւ ես թե ինձ, թե իմ բոլոր գործընկերներին մաղթում եմ, որպեսզի մենք մեր ուսերին մշտապես այդ պատասխանատվությունը պատվով կրենք եւ հասկանանք, թե մենք նաեւ որպես մանկավարժներ, ոչ միայն կատարողներ, ինչքան անելիք ունենք մատաղ սերնդի հետ կապված։ Բոլորին շնորհավորում եմ, ցանկանում եմ մեծ բեմեր ու ամենակարևորը նաև գրագիտություն եմ մաղթում բոլորին, որովհետև դա այսօր նաև շատ կարևոր բան է, որ երեխաներին ճիշտ կրթեն, ճիշտ ուղու մեջ տնեն։ Փորձառուները արդեն հստակ, իսկ սկսնակները նոր սովորած քայլերով միահամուռ ներկայացրին հայկական բարի գեղեցկությունն ու կենսունակությունը։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։ Ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համակարգացու հետ ունենալով թշնամական հարաբերություն նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ Պարզելով բնակության հասցեն, երիտասարդները դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համակարգացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ 4 երիտասարդ Mitsubishi մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց եւ իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն, հանդիպել են նրանց։ Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, նրանք դիմել են փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել եւ տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։ Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 3 անձ կալանավորվել է, մեկը ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք զինամթերք։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Անահիտ անձը ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա եւ կախազարդ, պատճառելով 2.900.000 դրամի նյութական վնաս։ Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա մի բնակիչ։ Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Այգևան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը եւ հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։ Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք, կատարվում է նախաքննություն։